Ադրբեջանի խորհրդարանը երկրում համաներում հայտարարելու մասին որոշում է կայացրել, որոշումը կտարածվի ազատազրկվածների մի քանի խմբերի վրա։ Թեման շարունակենք Արտյոմ Երկանյանի հետ, Արտյոմ, առաջին իհարկե պետք է ասեմ հայ ռազմագերիների վրա արդյոք կարող է տարածվել։ Ինչ այդ ասեմ, որ նախաձեռնողը իհարկե Իլհամ Ալիևն է, այն կտարածվի 20,000 կալանավորների վրա եւ դա պատմության մեջ խոշորագույն համաներումն է, հայտարարվել է Ադրբեջանում սահմանադրության տարվա կապակցությամբ։ Պարզվում է Ադրբեջանում սահմանադրություն էլ կա։ Մի քանի խումբ մարդկանց վրա է տարածվելու այն, առաջին հերթին այն անձանց վրա, ովքեր մասնակցել են, ինչպես որոշման մեջ է ասվում, 2020 եւ 2023 թվականի ռազմական գործողություններին։ Խոսքը երկրորդ Արցախյան պատերազմի եւ Արցախի դեմ ադրբեջանական ագրեսիայի մասին է։ Ու տրամաբանությունը հետեւյալն է մոտավորապես։ Եթե մարդ ծանրագույն հանցանք է կատարել, որի համար դատապարտվել է, բայց դրանից առաջ հայերի է սպանել պատերազմի ժամանակ, ուրեմն դա բավարար հիմք է այդ մարդուն պատասխանատվությունից ազատելու, նրա հանդեպ մարդասիրական վերաբերմունք ցուցաբերելու համար։ Ահա այսպիսի մարդասիրություն եւ ահա այսպիսի խաղաղության օրակարգ։ Բայց նաև այլ խմբերի վրա էլ է տարածվելու, մասնավորապես հիշատակվում է, որ կանանց վրա կտարածվի, տարեց մարդկանց, անչափահասների վրա, հաշմանդամների վրա եւ նաև այլ խմբերի։ Այսպես դեռևս հստակ տեղեկություններ չկան, հավանաբար վաղը ավելի հստակ կլինի այդ պատկերը, բայց գլխավոր հարցը, որը դու տվեցիր, որը շատ տեղին է, ինչպես հասկանում եմ, հայ ռազմագերիների վրա այս որոշումը տարածվել չի կարող։ Գոնե այն պարզ պատճառով, որ այն հիմնականում տարածվում է այն անձանց վրա, որոնց վերաբերյալ արդեն դատավճիռը ուժի մեջ է մտել, այսինքն դատապարտյալների, այլ ոչ թե ամբաստանյալների։ Մինչդեռ գիտենք, որ հայ ռազմագերիների մեծ մասի գործերով դատական նիստերը դեռ շարունակվում են, բայց ունենք նաև կալանավորներ, գերիներ, ում վերաբերյալ դատական վճիռներ կայացված են եւ ովքեր հիմա բանտում են գտնվում։ Եվ դրանց թվում նաև ունենք հայրենակիցներ, որոնք զուտ ֆորմալ համապատասխանում են այդ իմ հիշատակած չափանիշներից մի քանիսին։ Մասնավորապես տեսականորեն այդ համաներումը կարող է տարածվել Վիգեն Էլջեքչյանի վրա, ում վերաբերյալ դատական նիստը վաղուց ուժի մեջ է մտել եւ ով բանտում անմարդկային պայմանների արդյունքում դարձել է ըստ էության հաշմանդամ։ Նա արդեն չի կարող քայլել, նրան անգամ սայլակ չեն տրամադրում, անհրաժեշտ բուժում չի ստանում, ըստ էության մարդը իսկապես հաշմանդամ է եւ մի քանի անգամ տեղեկություն է եղել այն մասին, որ նա ինքնասպանության փորձ է կատարել կամ սպառնում է ինքնասպանություն գործել։ Այսինքն Իլհամ Ալիևի շահերից չի բխում, որ մեր այդ հայրենակիցը բանտում զոհվի եւ չի բացառվում, որ իսկապես Բաքվում օգտագործեն այս համաներումը նրա խնդիրը լուծելու եւ իրենից այսպես ազատվելու համար։ Այդպիսի հույսերի համար հիմք է դարձել այն, որ օրերս ադրբեջանական մամուլում հրապարակել են Վիգենի տիկնոջ Լինդայի նամակը, որը նա ուղղել է ժամանակին առաջին Մեհրիբան Ալիևային։ Խնդրում է աջակցել ամուսնու ազատ արձակման համար մարդասիրական նկատառումներից ելնելով։ Բայց ինչն է հատկանշական։ Վիգենի տիկինը այդ նամակը գրել է դեռ կես տարի առաջ, բայց մամուլում այն հրապարակել են հենց այն օրերին, երբ հայտնի դարձավ, որ նախագահ Ալիևը համաներում է նախաձեռնում։ Դա է այսպես հույսեր տվել կարծելու, որ հնարավոր է իսկապես Վիգենի վրա տարածվի այս համաներումը, բայց իհարկե դժվար է ասել, թե ինչ մտադրություն ունեն Ադրբեջանի իշխանությունները։ Հիշատակեցիր, որ հայերի մեծ մասի համար վճիռները դեռ չեն կայացվել, հնարավոր է սա միտումնավոր է, որպեսզի համաներումը չտարածվի նրանց վրա։ Չեմ կարծում, որովհետև ընդհանրապես միասնական ընդհանրական հիմքերով հազիվ թե երբևէ հայ ռազմագերիներին ազատ արձակեն, որովհետև համենայն դեպս մինչ այժմ քանի անգամ ազատել են հայ ռազմագերիներին, դա եղել է ոչ թե մարդասիրական բնույթ է ունեցել, այլ քաղաքական որոշում է եղել։ Օրինակ ժամանակին Հայաստանից ինչ որ զիջումների դիմաց են ազատ արձակել։ Ժամանակին այդ ականապատ դաշտերի քարտեզների դիմաց են ազատ արձակել մի խումբ։ Մեկ այլ խումբ ազատ են արձակել դրա դիմաց, որ Հայաստանը հրաժարվել է չօգտագործել վետո COP29 կոնֆերանսը Բաքվում անցկացնելու վերաբերյալ։ Այսինքն ամեն
ամեն անգամ Հայաստանը ինչ որ բան զիջել է, իսկ Ադրբեջանը ինչ որ բան պահանջել է։ Կարող ենք միայն կռահել, թե այժմ ինչ է պահանջում Ադրբեջանը մեր մյուս ռազմագերիներին ազատ արձակելու դիմաց եւ կարող ենք ենթադրել, որ դա այն գինը չէ, որը Հայաստանի իշխանությունները պատրաստ են վճարել։ Ամեն դեպքում պարզ է, որ հայ ռազմագերիները Բաքվի իշխանությունների ձեռքում Երևանի վրա ճնշում գործադրելու գործիք են եւ որ Ալիևը այդ գործիքը այդպես հեշտ ու հանգիստ չի ազատվի այդ գործիքից։ Ավելին, կարծում եմ, կարևոր ազդակ էր ադրբեջանցիների կողմից այն, որ հենց այս օրերին, այսինքն 3 առաջին օրը հայտնի դարձավ, որ Ադրբեջանի դատախազությունը Ռուբեն Վարդանյանի գործով պահանջում է իր դեմ ցմահ ազատազրկման որոշում։ Կարծում եմ դա զուգադիպություն չէր, դրանով եւս ուզում են ակնարկել, որ հայ ռազմագերիների հանդեպ որևէ մարդասիրական վերաբերմունք իրենցից ակնկալել պետք չէ։ Իսկ քաղբանտարկյալների վրա կարծում եմ այստեղ ընդհանրապես քիչ են։ Ադրբեջանցի իրավապաշտպանները կարծիք ունեն, որ քաղբանտարկյալների վրա այս որոշումը, այս համաներումը չի տարածվելու եւ կարծում եմ հատուկ էին Եվրախորհրդարանի պատգամավորները հենց 3 ընդունել Ադրբեջանում մարդու իրավունքների վերաբերյալ իրենց բանաձևը, քանի որ այդ բանաձևում հենց խոսվում է պահանջ է ներկայացվում Ադրբեջանի քաղբանտարկյալներին առանց որևէ նախապայմանների ազատ արձակել։ Հավանաբար Եվրախորհրդարանականները այս որոշումը ընդունել են նկատի ունենալով Ադրբեջանում այս սպասվող համաներումը եւ այդ որոշման մեջ հատուկ հիշատակվում են այն ադրբեջանցի գիտնականները, որոնց դատապարտել են հայ գործընկերների հետ գիտական շփումներ ունենալու համար։ Բայց ցավոք այդ որոշման մեջ անգամ չեն հիշատակվել հայ ռազմագերիները։ Շնորհակալություն, Արծու։